Բարև ձեզ, սիրով։ Կապված կլսեք նաև ձեր Իհարկե։ եթե օրինակ ասելիք այս թեմայի հետ կապված կլսեք նաև ձեզ ռուսական քննչական կոմիտեն ձերբակալել է մի խմբավորման, որը գողացված ադամանդները մատակարարել Հայաստան, Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերությանը, սրա հետ կապված ինչ ասելիք ունեք, նաև ես կուզեմ ձեր քննադատական լսել Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող այս տերորի, այս ռեպրեսիաների, որը բաց տեքստով այդ օրը Փաշինյանը իր գրառում է, եթե հետևեք, անթակույց ներկայացրեց, որ հա ինքն անում է ռեպրեսիաները, ինքն է կանգնած այս ամենի գլխի, համեցեք։ Ես մի քիչ ուրիշ տեսանկյունով փորձեմ գալ այս հարցին, հա, Խաչատուր Սուքիասյանի անունը քննարկելու։ Այս 7 տարիների շրջանը ինքը կապվում է Հայաստանի պատմության հետ այն իմաստով, որտեղ բացահայտվում են խառնվածքները, շերտերը, մարդկանց բնավորությունները։ Այդ թվում ամեն բնավորությունը բացահայտվում է ցանկացած շերտի մոտ, ասենք գործարարների մոտ է բացահայտվում, զինվորականների մոտ է բացահայտվում, մտավորականների մոտ է բացահայտվում, թե ով ինչ բնավորության գիծ ունի։ Ու կան բնավորության գիծ ունեցող, խառնվածք ունեցող մարդիկ, անհատներ, որոնք չեն դիմանում այս կորուստներին, այս ողբերգություններին եւ իրանց ինքնության եւ արժանապատվության նվաստացմանը, ու կան տեսակներ, որոնք ընդհակառակը մեր ինքնության ոչնչացումից, ոտնահարումից, մեր իրավունքները խախտելուց շահում են, որովհետև իրանք ի սկզբանե թքած ունեն մնացածի վրա եւ նրանց հուզող խնդիրը իրենց գրպանն է, գրպանից զատ որևէ ուրիշ բան չկա։ Հետաքրքիր որ հիմա բացահայտվում է, բայց նախորդ տարիներում Հայաստանի անկախությունից հետո դա եւս բացահայտ էր, բայց պետք էր ողբերգություն, որպեսզի ասենց ակնհայտ դառնա, հա, եւ երկրի հակառակ կողմն էր պետք, որ ակնհայտ դառնա։ Որովհետեւ կային գործարարներ, որոնք օգնում էին Հայաստանի զարգացմանը, դրսից, ներսից կապ չունի, ծրագրեր էին անում, շինարարություններ, դպրոցներ հիմնել, հիվանդանոցներ հիմնել եւ այլն։ Եվ նրանք համարում էին, որ դա ոչ թե բարեգործություն է, որ տենց իրենք պետք է անեն եւ դրանով հպարտանան, այլ իրենց պարտքն էին համարում ու անում էին, հա։ Արդյունքում այդ մարդիկ Արցախի անկումից հետո չդիմանալով այդ իրավիճակին ստիպված մտան քաղաքականություն, ինչպես օրինակ շատ-շատերը սկսեցին քաղաքական գործունեությամբ զբաղվել, որովհետև չէին դիմանում իրենց նկատմամբ, իրենց ինքնության այդ հավաքականության նկատմամբ այդ ոճիրներին, որը իրականացվում էր ՔՊԻ կողմից։ Եվ ամենահայտնի օրինակներից, վառ օրինակներից մեկը Ռուբեն Վարդանյանն է, որը իր կարողությունները ներդրեց, որպեսզի կարողանա ընդհանուրին պաշտպանի, կան այլ գործարարներ, շատ են, օրինակ Ջիջի Խաչատուրը գնաց Արցախում մնաց ամբողջ շրջափակման ժամանակ։ Ու հիմա մենք տեսնում ենք նաև Սամվել Կարապետյանը, որ արդեն ինքն էլ այլևս որոշեց ոչ թե պարզապես անուղակի ձևով աջակցի մեր ինքնությանը, Արցախի պահպանմանը, պատանդառվածներին, հա, Բաքվի, այլ ուղիղ ձևով, որովհետև մինչ այս էլ, հա, Տաշիր այդ ընկերությունը անընդհատ ցույց էր տալիս համերաշխություն Արցախի նկատմամբ, փողոցում գովազդներ, պաստառներ, տարբեր միջոցառումներին օժանդակել եւ այլն։ Մյուսը Խաչատուր Սուքիասյանն է, որը ասում է թքած է ստեղ էս ապրող մարդկանց վրա, այս բնակչությունն ինչ է եւ այլն բանման, այս զինվորը ինչ է, որ զոհվել են, ինչ արի ու ինչ բան, այդ ցավը տանեմ, դոլարը սա արյունը, հա, ու կարևորը Հայաստանը Թուրքիայի հետ ինչ-որ հնարավորություն ունենա, ես մտնեմ այդ Վեննայի մեջ աղբերս ու սկսեմ ինչ-որ այնտեղ փող քերել։ Սա Խաչատուր Սուքիասյանն է, ընդ որում Խաչատուր Սուքիասյանը դեռևս այն առաջի թալանչիներից է, իրենց բառերով ասած, թալանչիներից, որ 90-ականներին, երբ որ խավ էր գալիս, որը հարստանում էր, իսկ այն մյուս մասնագետները ժողովուրդը աղքատանում էին, ինքը այդ
Լևոն Տեր-Պետրոսյանի շրջանից ամենանախկին օլիգարխն է եւ падգամավորը, որի իրավունքը չունի իմիջայլոց, հա, մենք մոռացել ենք, այնքան են սրանք իջացրել օրինականությունը բանից շրիշակից ներքև, որ մենք նաեւ մոռացել ենք, որ ինքը իրավունք չունի լինելու падգամավոր, որովհետեւ շահերի բախում կա գործարարը եւ օրենքով արգելված է, որպեսզի գործարարը լինի падգամավոր։ Եւ դրա համար 2018-ից առաջ թե Ալեն Սիմոնյանը, թե Նիկոլ Փաշինյանը, թե մնացած դավաճանները կուրծք էին ծեծում, որ թե ինչպես կարելի է, որ օրինակ ասենք Սամվել Ալեքսանյանը լինի падգամավոր։ Ճիշտ է, այն ժամանակ էլ էր ճիշտ, որ չի կարելի լինել, բայց հիմա էլ Խաչատուր Սուքիասյանը ապօրինի է падգամավոր։ Սա շատ կարևոր է, հա, անընդհատ պետք է սրա վրա էլ շեշտ դնել։ Եվ հիմա այս իրավիճակում ունենք մենք այս հակահայ գործարար, միայն հակահայ չէ, հակամարտկային, որովհետև եթե Հայաստանից հանես Խաչատուր Սուքիասյանին դնես երկիր մոլորակի ցանկացած վայրում, կլինի Նոր Զելանդիան, Գերմանիան, Կանադան, Շվեդիան, Դանիան, ես փորձում եմ կենսամակարդակով ամենաբարձր մակարդակ կենսամակարդակն ունեցող երկրները նշել, որտեղ էլ որ դնես, այսպիսի վարքը, որ իմ գրպանի համար թող բոլորը վերանան, բանը, այսպիսի վարքը անընդունելի է ցանկացած տեղ։ Այնպես որ միայն հակահայկական չէ, այլ հակամարտկային է։ Ինչպես նաև Խաչատուր Սուքիասյանը, Նիկոլ Փաշինյանը այսօր կռիվ են տալիս թուրք զինվորի արյան համար։ Նրանք այս իրանց մոտեցմամբ, որտեղ անարգում են հայ զինվորի արյունը, որը մեզ համար, հա, այնտեղ գնացել է կռիվը արել, որ մենք ստեղ ավելի ապահով լինենք, իրանք փաստորեն այդ արյունը անարգելով թուրք զինվորի արյան համար են կռիվ տալիս։ Եվ Խաչատուր Սուքիասյանի մյուս թերությունը այն է, որ մենք եթե դուք բացեք օրինակ հետ լրատվամիջոցը եւ գրեք Խաչատուր Սուքիասյանի անունը, ձեզ կբերի կոռուպցիոն բազմաթիվ սխեմաներով, ջրի գնով առած շենքեր, շինություններ, կոռուպցիոն սխեմաներով շինարարությունների մասին հոդվածներ։ Հիմա խնդրեմ ասեք, ինչու Խաչատուր Սուքիասյանը կալանավորված չի, իսկ Սամվել Կարապետյանը պատանդ է վերցվել այս հանցավոր խմբի կողմից։ Ինչու պետք է հիմա Խաչատուր Սուքիասյանը չլինի։ Ինչու պետք է հայ զինվորի արյունը անարգողը լինի ազատության մեջ ու իսկ հայ եկեղեցին պաշտպանողը, ոչ միայն պաշտպանողը, հա, եթե տասնյակ եկեղեցիներ է, թե Հայաստանում, թե արտերկրում վերանորոգել ու Մայրաթորն էլ ու այս հակասության մեջ ենք։ Իհարկե սա պարզ է ինչի է այդպես, որովհետև մենք գտնվում ենք խաղաղ օկուպացիայի մեջ։ Խաղաղությունը այսքան վատ բառ երբևէ չի եղել։ Խաղաղությունը միշտ եղել է մեր հայ ազգի բանը ձգտումն է եղել։ Եվ այդ ձգտումը հիմա այս Թուրքիայի զինվորի արյան համար կռիվ տվողները այդ մեր ձգտումը վերցրել են ու դրանով անընդհատ այսպես տալիս են գլխներից։ Ու հիմա որ Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված անձիկ ադամանդներ են գողացել, որևէ կասկածելի, որևէ ինչ-որ բան չկա, հա, որ հա Խաչատուր Սուքիասյանն է անընդհատ կոռուպցիոն սխեմաների մեջ, անընդհատ բան այս ապօրինի падգամավոր դառնալով եւ այլն, անօրինական մի բան է, գործարար է։ Մինչդեռ կա օրինական գործարար, որը հիմա ասեն մեկը գտնվում է Բաքվի բանտում, մեկը գտնվում է Հայաստան Արմավիրի, չէ՞։ Հա։ Ու այս պարադոքսից դուրս գալու միջոցը նա է լինելու, որ բոլոր գործարարները պետք է կանգնեն այն ճիշտ գործարարների կանգնեն դառնան օրինակ լինեն ապագա սերնդի գործարարների համար, որոնք կապահովեն ոչ միայն իրենց հարստությունը, այլ կգնահատեն թե ինչպես են ձեռք բերել այդ հարստությունը, որովհետև դու չես կարող հարստանալ եւ չնկատել, ասենք քո նախնիների թափած ջանքը, իսկ այդ նախնիների թափած ջանքը դառնում է ընդհանուր հայ ինքնությունը, հայ ազգային ինքնությունը։ Եթե դու այդ շղթան
ուրանալու ես չես ընդունելու, դե պիտի դառնաս ուրեմն Խաչատուր Սուքիասյան, ինչ կա։ Օրինակ ասենք պարզա չէ, շատերը ցեղասպանությունից ցեղասպանությունը վերապրելուց հետո զորով ճարին տենց ոչ մի բան չունենալով մի կերպ ինչ-որ կյանք են ստեղծել, հետո այդ կյանքը ստեղծելուց հետո իրենց զավակին օրինակ ասենք տվել են կրթության մի կերպ իրանց բերանից կտրելով, հետո այդ իրանց բերանից կտրելով կրթության տալուց հետո այդ զավակը բան է դառնում, որևէ ինչ-որ մակարդակի է հասնում, ինչա նա պետք է ուրանա, մոռանա այդ շղթան որտեղից է եկել, դա անհնար է, այդ չէ, հնարավոր է մոռանալը, բայց անհնար է այդ շղթան կտրելը, ու դրա համար շատ ցանկացած Հայաստանում ապրող, արարող ստեղծարար, գործարար պիտի իմանա, որ այս Հայաստանի Հանրապետությունը հենց ստեղծվել է այդ նախնիների այդ հավաքական ջանքով, ողբերգությունների, հաղթանակների եւ հավատի այն բանի շերտի հավատի միջոցով, որ հիմա կա Հայաստանի Հանրապետությունը, դու կարող ես գրանցել այստեղ ՍՊ, ԱՁ, ՀԿ եւ շատ ուրիշ ընկերություններ եւ զբաղվես այդ քո գործունեությամբ Այնպես որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված Խաչատուր Սուքիասյանի բոլոր ընկերությունները պատկանում են այդ պայքարին եւ ինքը հիմա քանի որ անարգում է այդ պայքարը դրա համար ինքը ստանալու է իր հասանելիքը Սամվել Կարապետյանի դեմ այս արշավը ինչ է կարծում արդյոք կլինի այդպես նաեւ տրիգեր որ հասարակության մոտ արտնացում կլինի թե ոչ Դե դժվար է ասել, որովհետև նախ հասարակությունը այս 7 տարիների շարժումների արդյունքում հուսալքվել է ու հավատը քչացել է, փոքրացել է ու չգիտես ինչ պետք է լինի, օրինակ կարող հիմա Նիկոլ Փաշինյանը վեր կենա ասի, որ բանը բոլորին հանձնում եմ, բոլոր Արցախի պատերազմի մասնակիցներին հանձնում եմ Ադրբեջանին ու առանձնապես տենց որևէ ընդդիմություն չլինի նրա դեմ բայց դա չի նշանակում որ բոլորի ուղեղներում դեռևս պահպանվում է այդ անարդարության մեջ ապրելու այդ բաները բջիջները եւ այդ նեյրոնային ցանցերը ու դրա միջոցով բնականաբար ինչ որ պահի ինչ որ տեղում պիտի իր արդյունքը գրանցի դա կլինի Սամվել Կարապետյանի միջոցով թե կլինի եկեղեցու միջոցով, թե կլինի ռազմական գործիչների կամ բանակի միջոցով, դժվար է ասել, բայց ես հույս ունեմ, որ գիտեք մի հետաքրքիր բան էլ կա, որ պետք է էլի այդ highline, քանի որ մենք հայելիում ենք, այդ highline վերլուծությունը անենք։ Տեքստերը նայեք, հա, մենք նայում ենք, ասենք Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի տեքստերը, երբ կարդում ենք, մենք ներվայնանում ենք, ստրեսի մեջ ենք ընկնում, մենք մեզ լավ չենք զգում։ Երբ մենք կարդում ենք Սամվել Կարապետյանի տեքստերը, հանդարտ, հանգիստ, բան, սենց խաղաղ, ու սենց որևէ լարվածություն չես զգում, որևէ բան չի լինում։ Ու այս իմաստով Հայաստանի ապագան պետք է լինի հենց այդ մակարդակի։ Մենք պետք է ազատվենք այս մեզ ստրեսի մեջ պահող ինչ որ փոքրամասնությունից, որը արժանի չի, հա, մեր երկրի ոչ միայն արժանի չի, այլ նաև լեգիտիմ չի եւ սահմանադրական խախտ է, որպեսզի մեր երկրի իշխանության լծակներին լինի եւ կառավարի մեր կյանքը։ Ու դրանից ելնելով ավելի ու ավելի համախմբում է ստանալու հենց այդ ձևի հանդարտությունը, այդ ձևի համախմբումը։ Իրականում ես էլ այդպես չեմ, որովհետեւ իմպուլսիվ եմ, հա, շատ դեպքերում ու չեմ դիմանում որոշ ապուշների, բայց ես գտնում եմ, որ թե եկեղեցին, թե Սամվել Կարապետյանի այդ ոճի խոսքը ինքը հենց այն հայկական արմատային ձևն է, որը մեզ անհրաժեշտ է բոլորիս այդ համերաշխության ու սուսի լինելու համար։ Իսկ Նիկոլ Փաշինյանի ԿՊ-ի բոլորին ընդհակառակը նրանք երթում են տվել, որ բանը հասարակության համերաշխության մեջ պահեն, հա, բայց իրանց երթումը հենց ամենասկզբից իրենք խախտել են։ Փռենք ասֆալտներին, սև ու սպիտակներ, շնաբարը դուրս պրծուկներ, բացիլային կուսակցություններ, սա հայոյանքները, բա հիշում եք 21-ին որ գնացել էր գյուղ
Հա, մուրճով։ Հա։ Մուրճաբացի են հայհոյանք է դա հնչեցնում։ Այսինքն երկրի ղեկավարի իմաստով, որի խոսքը գործողություն է դա առնում ուրիշ մարդկանց վրա է ազդեցություն ունենում ու նրանց վարքի վրա է ազդեցություն ունենում, այդ իմաստով էլ լեգիտիմ չի այս իշխանությունը եւ նաեւ ԿՊԻ-շնիկները, հա։ ԿՊԻ-շնիկները իրենք բոլորը իրենց իմիջիալը ցնամասին շատ է պետք խոսել։ Նրանք ասում են, որ կաթողիկոս բան ուխտը խախտել է, բայց իրանք բոլորը իրենց падգամավորի տված երթումը խախտել են։ Եթե այսօր դուք վստահ եմ ինձ լսողները հաստատ ունեն իրենց ընտանիքում կամ մտերիմների մեջ պառակտումներ, գժտություններ, մեկը մյուսին չի զանգում, մեկը մյուսին ծնունդը չի շնորհավորում, ու այս ամեն ինչ ով է արել, իհարկե արել է այս իշխանությունը։ Նրա արածի արդյունքն է։ Իսկ նրանք երթում էին տվել, որ որևէ դեպքում պիտի այդպիսի բան չանեն եւ ընդհակառակը պահպանային այդ համերաշխությունը։ Եթե ընտանիքները քաղաքական պատճառներով բաժանվել են, մտերիմները, ընկերները հարաբերություններ են խզել, զրոյացրել, դա պատճառն է, որ սրանք խախտել են իրենց երթումները եւ եթե երթումները խախտել են, ուրեմն ինչ իրավունք ունեն այնտեղ գոյություն ունենալու։ Թուրքիայում էր Նիկոլ Փաշինյանը, այնտեղ հայ համայնքի հետ հանդիպեց, հետո այնտեղից հետո եկող հայտարարությունները, Արաքսից եկող Թուրքիա, Հայաստան չի, Թուրքիայի հետ հարաբերությունները սկսում եք զրոյական մակարդակից, ծանոթ արտահայտություն է, չէ՞։ Իհարկե ծանոթ արտահայտություն է եւ նա թրաշվելուց սկսած արդեն անցել է Հայաստանի ապամոնտաժման, ինչպես դա արեց Արցախում եւ ինչպես ուրախացան, որ Արցախը ընկավ, հիմա սպասում են թե Հայաստանը երբ հանգնելու, որ ուրախանան։ Իհարկե դժվար է ասել, որ նա հայ համայնքի հետ է հանդիպել, նախ եւ առաջ Պոլսո պատրիարքարանը նրան չի ընդունել, չի հանդիպել եւ չի էլ թողել, որ անգամ մոտենան, լավ են արել, թեև Ակոս թերթի խմբագիրը շատ տարօրինակ բան ուղերձ ուղարկեց, որ ճիշտ չի, ոչ, շատ ճիշտ է, ճիշտ չէ լինի, եթե հանդիպեին մի մարդու, որը փորձում է իրենց ինստիտուտի քիթը խոթել իրենց ինստիտուտի մեջ ու որոշել, թե ով պետք է լինի կաթողիկոս։ Ես Ակոս թերթի խմբագրին եւ խմբագրական կազմին, աշխատակազմին խորհուրդ կտայի ուսումնասիրեն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, քրեական օրենսգիրքը, կրոնական կազմակերպությունների խղճի ազատության մասին օրենքը, միջազգային իրավունքը, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, եվրոպական մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ինչու՞ չէ նաեւ բանը քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը, որպեսզի տեսնեին, որ որևէ պարագայում չէր կարելի հանդիպել հանցավոր խմբի ներկայացուցչի հետ, որը փորձում է Հայաստանում տապալելով սահմանադրությունը կրոնական հաստատությունում փոփոխություններ իրականացնել եւ շատ տարօրինակ կլիներ, եթե հանդիպեին բանից այդ եկեղեցականները Նիկոլ Փաշինյանին։ Մյուս կողմից ինչ ասեց նա։ Նա ասաց են ինչ որ անում է իր եկած օրվանից Սփյուռքում թող վրաս հույս չդնեն, հա։ Ես նրանց վարչապետը չեմ։ Իհարկե նրա ասելով չի, Հայաստանի Հանրապետության վարչապետը ինքը պաշտոն է, որը նաև ներառում է Սփյուռքի հայերի խնդիրները ու դրանից ելնելով նաև լեգիտիմ չի, բայց այնուամենայնիվ տեսեք ինքը ոչ միայն Սփյուռքի հայերի վարչապետը չի, ինքը Արցախի հայերի համար ոչ մի բան է եւ տեղի հայերի համար ոչ մի բան է։ Նայեք, եկեղեցին ամենաբարձր վարկանիշը ունի բոլոր հաստատությունների մեջից Հայաստանում։ Ու շուրջ 80% Կովկասյան բարոմետրի վերջի տվյալներով, որը վերջերս հրապարակվեց, շուրջ 80% է։ Ու այդ 80%-ը հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Նա փորձում է այդ 80%-ի հաստատության մեջ քիթը խոթի ու փոխի առաջնորդին։ Պատկերացնում եք, այսինքն այդ 80%-ը, 80%-ի վարչապետն էլ նա չի։ Լավով մնաց այնտեղ։ Ես օրինակ, որ ինչ չեմ համարում հայ առաքելական եկեղեցու հետևը, բնականաբար նա այն վարչապետն էլ չի, հա, մի շարք աթեիստների եւ ագնոստիկների եւ այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների վարչապետ էլ չի,
որովհետև խախտել է նրանց սահմանադրական իրավունքները։ Լավ, էլ ինչ մնաց, լավ այդ մարդը ով է վերջի վերջո, որ ասում են Հայաստանի Հանրապետության վարչապետ, այդ մարդը ինչ է անում, որն է իր վարչապետ լինելու գործունեությունը, գործողությունը, օգտակար գործողության գործակիցը։ Եվ մենք ամենասկզբում դրա մասին խոսեցինք, նա Խաչատուր Սուքիասյանի փողերի վարչապետն է, գրպանի վարչապետն է նրա փողերի մեծացման, տոկոսների մեծացման վարչապետն է։ Նա ինքն իր կաշին փրկելու վարչապետն է, բայց նա Իրանից դուրս որևէ մեկի հետ որևէ կապ չունի, որը երբ որ խոսքը վերաբերում է մեր շահերի մասին, նա հեշտությամբ ամեն ինչ զիջում է, ամեն ինչ։ Մեր շահն էր Արցախը մնա, զիջեց, Գորիսկապան ճանապարհը մեր շահն էր, տվեց, բանը Տավուշի տարածքները եւ բարձունքները մեր շահն էին, տվեց, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր շահն է, հրաժարվեց, միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ հայցերը բխում են մեր շահից, հրաժարվեց, բայց երբ խոսքը վերաբերում է իրեն, իր շահերից, նա երբեք չի հրաժարվի, երբեք, ասենք, այն ինչ որ վերաբերում է իրեն եւ Խաչատուր Սուքիասյանի գրպանի ընդլայնմանը, նա չի հրաժարվում դրանցից։ Ուրեմն ում վարչապետն է նա։ Նա մեր վարչապետը չի, ու նա այդ աթոռը զբաղեցնում է ապօրինի եւ պետք է հեռացվի։ Դա հիմա ոնց կհեռացվի, ես 1000 անգամ ասել եմ։ Սա մեր իրավունքների վերականգնման հարցն է, իմ իրավունքներն է խախտել այդ արարածը եւ անընդհատ է խախտում, եւ ես իմ իրավունքները վերականգնելու իրավունք ունեմ, ու ոչ ոք չի կարող ինձ խանգարի, ոչ ոք չի կարող խանգարի, ով ուզում է լինի, ուզում է նիկոլական լինի, ուզում է պոստ նիկոլական լինի, ուզում է ապագա նիկոլական լինի, որպեսզի ես ինքս վերականգնեմ իմ խախտված իրավունքները։ Ինչ որ մեկը կարա ինձ ասի, մի գնա դատարան դիմի, որ քո իրավունքները չվերականգնվի։ Ինչ որ մեկը ինձ կարա ասի, էս մի արա, այն մի արա, որ չէ, թող քո իրավունքները ոտնահարված լինեն։ Ինչ որ մեկը կարա ինձ ասի, որ եթե քեզ խաբում են, դու նրանից մի ստացի, մի պատասխանատվություն պահանջի։ Ոչ, ու նույնը պետք է բոլորս հասկանանք, որ այս հարցը անձնական հարց է։ Ու երբ որ ասենք ինչ-որ տաքսու վարորդ կամ ինչ-որ գիտնական, միտնական, պսևդո կգա կասի բանը, արցախցիները Արցախում չեն կռվել, սա ռուսներն են մեղավոր, չգիտեմ, նախկինները արեցին եւ այլն, բայց մի վարքյան ընկեր ջան, իմ իրավունքներն է խախտել այդ մարդը։ Ես իրենից ունեմ ստանալու, ինձ է խաբել այդ մարդը։ Ռուսը չի խաբել ասել ինձ ընտրի վարչապետ, որովհետեւ ես կպահեմ Արցախը եւ քո բանը սոցիալական մակարդակը կբարձրանա, ժողովրդավարություն կլինի Հայաստանում, դատարանները կլինեն անկախ։ Չէ, ինձ է խաբել այդ մարդը, ուրեմն ես պետքա վերականգնեմ իմ իրավունքները, անկախ նրանից արցախցին կռվել է թե չի կռվել, բնականաբար կռվել է ու հենց դրա համար է զզվում են արցախցից, որովհետեւ արցախցին կռվող է, իրանք չէ։ Չէ, իրանք կռվող են, բայց թուրք զինվորի թափած արյունի համար, հա, ոչ թե արցախցու թափած արյունի համար։ Ու անկախ նրանից թե ինչ թեզեր են գցում, կրկնում եմ, որևէ մեկը չի կարող ձեզ ու ինձ խանգարել մեր իրավունքների վերականգնումը։ Իսկ այդ իրավունքների վերականգնման համար նաև տրված է ավելի լայն իրավունքներ, քան կարելի է պատկերացնել, այդ թվում ապստամբության իրավունք, այո։ Ու դրա համար սրանից ելնելով ամեն անգամ եւ դուք կհուսալքվեք, կասեք, չգիտեմ, ասենք, այս ընդդիմությունը լավը չի, ես այլևս չեմ կարող պայքարել, հոգնեցի, տանջվեցի, չեմ կարող, բայց ձեր անձնական հարցն է, չեք կարող, չեք ուզում վերականգնել ձեր իրավունքը, լավ չի։ Ավելի լավ կլինի, որպեսզի անընդհատ դուք պայքարեք ձեր իրավունքը վերականգնելու համար, որովհետև ձեզ է խաբել եւ դուք պետքա այդ խաբածի համար ստանաք ձեր նրանից ձեզ ստանալիք արժանի պատասխանը եւ հատուցումը։ Սա պետքա հասկացվի, հա, որ ստեղ անձնական հարց կա։ Իհարկե, այս հավաքական անձնական հարցերում կան նաև այլ շահեր, մեկը ուզում է իշխանության գա, մեկը ուզում է պաշտոն ստանա, մեկը ինչ-որ փող է ուզում աշխատել։ Դա իհարկե կապված է նրանից, թե մենք որքան կկարողանանք Նիկոլ Փաշինյանին փոխելուց հետո այդ բալանսը պահել իշխանական, որ նոր հաբրգվածություններ չառաջանան, հա, որ շանտաժի մշակույթը, իրար կողմ քաշելու մշակույթը, քֆուրով
impeachment իրականացնելու մշակույթը բան նորից չլինի, չվերադառնա։ Հա, այդ խնդիրը կա, բայց այն, որ մենք ուզում ենք մեր իրավունքները վերականգնվի, մեր հանդեպ իրականացած անարդարությունը փաստ է, եւ սա հոգնածուցիչ չի, սա մինչեւ կյանքի վերջ գնալու է հետները։ Ընդ որում 2018 թիվն էր սա, չէ՞։ Նիկոլ Փաշինյանի համար չէր այդ պայքարը։ Մարդիկ 90-ականներից այդ կուտակված անարդարությունները, այդ ստորացումները, այդ հուսալքությունը, որ առաջացել էր, այդ խաբելը, այդ պայմանավորվածությունների դրժումը ժողովրդի եւ իշխանության միջև ընտրակեղծիքներ էին 95-ից 96-ից սկսած, մարդիկ կուտակելով տարել էին, բերել էին, հասցերումներ էին փոխվել նույնիսկ, բերել էին հայացել են 2018 թիվ եւ ճիշտ էին արել, որ դուրս էին եկել պայքարի, որովհետեւ իրենց իրավունքի վերականգնման համար էր այդ պայքարը եւ ըստեղ ոչ թե մարդիկ են սխալվել, որ դուրս են եկել պայքարի, այն Լորեցու անեկդոտը կա, չէ՞, որ ասում է, այդ մենք չենք, միամիտ, դու ես էշի տղա, որ ուզում է խափի։ Հիմա նույնն էլ ըստեղ է, ժողովուրդը չի է միամիտ, իրան խափողներն են այդ։ Այնպես որ անձնականը երբեք չպետք է մոռանալ, որ մենք նաև անձնական պայքար ունենք։ Այո, ընդհանուրի համար է, բայց այդ ինքներս մեզ հարց տալուց դա մեզ նաև կուժեղացնի, որովհետև գիտեք, այլ բանը, երբ որ ասում եք հայրենիքի համար, sense ինչ-որ շղարշով ենք անում, ինչը ճիշտ է, բայց մեր չհուսահատվելու, չհուսալքվելու այդ հիմար թեզերը, կեղծ թեզերը, թուրքական թեզերը, ցեղասպանների թեզերին հակադարձելու համար այդ պատասխանը պետքա տրվի, որ այո, ես ինչա չես ուզում ես վերականգնեմ իմ իրավունքը, սիրելի նիկոլական գիտնական, ինչ անես, հա։ Չէ, սիրելի է, հիմա մենք քրիստոնյա ենք, չէ, մենք սիրով ենք լցված։ Դե շնորհակալություն, Հովհաննես։ Ես եմ շնորհակալ։